Աղանդները Հիսուսի աստվածության, քավության եւ հարության մասին։ Բոլոր աղանդների առավել ընդհանուր գծերից է նրանց կեղծ ուսմունքը Հիսուս Քրիստոսի անձի, բնության եւ գործունեության մասին։ Պողոս առաքյալը զգուշացրել է ուրիշ Հիսուսի մասին։ Բ Կորինթացի 11:4 խոսք։ Այդ ուրիշը երբեք երկինք չի տանի։ Հիսուսի ճշմարիտ հետևորդ լինելու միակ հավաստիքը նրա աստվածաշնչային նկարագրությանը հավատարիմ լինելն է։ Երբ մեկը շեղվում է Հիսուսի իսկական էությունից, նրանում հայտնվում է ուրիշ Հիսուսը, որը փրկության զորություն չունի։ Հիսուսի անվան պարզ կցումը ոչ աստվածաշնչային անձին աղանդներին դնում է Պողոս առաքյալի ժամանակվա սուտ վարդապետի վիճակում։ Աստվածաշունչը հստակորեն ասում է, որ Հիսուսը մարմնացած Աստված է, Սուրբ Երրորդության երրորդ անձը, որը երկրի վրա ապրեց անմեղ կյանքով եւ որպես զոհ մեռավ ամբողջ աշխարհի մեղքերի համար։ Իր խաչելությունից 3 օր հետո Հիսուսը հարություն առավ մեռելներից։ Այնուհետև 40 օր անց նա բարձրացավ երկինք, ուր հիմա նստած է Հոր աջ կողմում, միջնորդելով հավատացյալների համար։ Որոշված օրը նա մարմնով կվերադառնա երկիր մոլորակը եւ կդատի ողջերին ու մեռածներին իր հավերժական թագավորությունը հաստատելիս։ Որոշ աղանդներ ասում են, որ Հիսուսը ստեղծված է որպես Աստված, կամ որ նա ընդամենը աստվածանման է։ Նրանցից ոչ մեկը չի ասի, թե նա հավիտենական է որպես Աստված։ Օրինակ մորմոններ ուսուցանում են, թե Հիսուսը բազում աստվածներից մեկն էր, դրանով մերժելով նրա որպես միակ Աստծո հավերժական բնույթը։ Եհովայի վկաները հավատում են, որ Հիսուսը ստեղծված է որպես մի Աստված, որը հայտնի է հրեշտակապետ Միքայել անունով։ Քրիստոնեական գիտությունը, ուղին եւ մորմոնականները չեն ընդունում Հիսուսի աստվածությունը, ասելով, թե նա աստվածային է, բայց Աստված չէ։ Աղանդները ժխտում են խաչի դերը Քրիստոսի կատարած քավության գործում։ Մորմոնները հավատում են, որ Քրիստոսի արյունը լվացել մաքրել է միայն որոշակի մեղքեր, ոչ թե բոլոր մեղքերը։ Եհովայի վկաներ ու մորմոնականները այդ բանը համարում են կարևոր իրադարձություն, փրկագնման գործընթացի սկիզբ, բայց յուրաքանչյուր ոք ինքը պետք է ավարտի այդ աշխատանքը։ Կարևոր չէ, թե կոնկրետ ինչն է այս կամ այն աղանդի հավատալիքի առանձնահատկությունը։ Նրանց բոլորին միավորում է Հիսուս Քրիստոսի իսկական աստվածության, քավության եւ հարության մասին աստվածաշնչային ուսմունքի հերքումը։